Ինչ տարբերություն կա գնչու երեխաների եւ ճապոնացի երեխաների միջև։ 5 տարեկան գնչու երեխան արդեն գիտի, թե ինչպես պղինձ գողանալ, ինչպես շուկայում կին գցել եւ ինչպես ոստիկանից փախչել ավելի արագ, քան շնից։ 5 տարեկան ճապոնացի երեխան արդեն ներողություն է խնդրում սառնարանից դուռը երկար բացելու համար։ Գնչու երեխա մեծանում է փողոցներում, նրա դպրոցը ամբողջ է, նրա տետրը ուրիշի դրամապանակն է։ Ճապոնացի երեխան մեծանում է համակարգի մեջ, նրա դպրոցը բանակն է, նրա տետրը հնազանդության կանոնագիրք է։ 10 տարեկան գնչու երեխան կարող է ձի գողանալ։ 10 տարեկան ճապոնացի երեխան կարող է նկարել ռոբոտ, որը կգողանա իր ապական։ Գնչու երեխան հպարտ է, եթե խաբել է անծանոթի։ Ճապոնացի երեխան հպարտ է, եթե կարողացել է չմեռնել հոգնածությունից դպրոցում։ 10 տարեկան գնչու երեխան արդեն իսկ ապահովում է իր ընտանիքը։ Նստում է, կռվում է, բայց տուն է բերում փողը։ 10 տարեկան ճապոնացի երեխան ամբողջ օրը դաս է սովորում, քանի որ եթե տուն բերի ցածր գնահատական, դա ամբողջ տոհմի համար ամոթ կլինի։ 12 տարեկանում գնչու երեխան արդեն մինի ղեկավար է, ծխախոտ է, դանակը եւ իր սեփական բիզնեսը աղբար կղում են։ 12 տարեկանում ճապոնացի երեխան արդեն գրասենյակային աշխատող է։ Նրա պորտֆելը մեջքից ծանր է, աչքերը դատարկ, իսկ ժպիտը տպագրիչի ժպիտի։ Գնչու երեխան մեծանում է քավոսի մեջ, բայց մեծանում է խորամանկ, կենսուրախ եւ անկոտրում։ Ճապոնացի երեխան մեծանում է կարգու կանոնով, բայց մեծանում է ճնշված եւ հաճախ կյանքից հոգնած մինչև 25 տարեկան է։